Մի քիչ դեպի ձեր աչքը։ Լավ։ Էս է կպահես դիաճը։ Այստեղ իրավական որևէ տարբեր տեսնում եք, թե ինչպես հայտարարել որ շատ իրավական ոլորտի շատ փորձագետներ ամբողջությամբ քաղաքական են։ Տեսեք, ես անձամբ գործի նյութերին չեմ տիրապետում եւ ձեր նման ինչ ինֆորմացիա ունեմ լրատվական միջոցներից գիտեմ եւ այն ինֆորմացիան որ կա, այնտեղ որևէ հանցակազմ չկա, ակնհայտ է որ գործընթացը քաղաքական է եւ դա չի թաքցնում գործադիր իշխանության ղեկավարը իր բոլոր հայտարարություններով։ Հաստաբանները արդեն նշել են, որ ամբողջությամբ անհիմն է գործը եւ իրավական հիմքերը բացակայում են, հույս ունենք, որ մասնագիտական բարոյականությունը կգերակայի եւ կստանանք այնպիսի որոշում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեծը ազգայնացնելու գործընթաց է սկսվել, կառավարությունը սկսվել է արդեն ազգային ժողով են բերելու եւ այլն։ Արդյոք այս process-ը Սամվել Կարապետյանի շուրջ տեղավորվում է հենց հեծը ազգայնացնելու գործընթացի մեջ։ Դե ախր Ժորժ ջան, ինքներդ եք տեսնում, որ գործադիր իշխանության ղեկավարը ուղղակիորեն հետապնդում է սկսել եւ իրավական գործիքակազմը օգտագործում է այդ հետապնդման համար։ Եթե բիզնեսին է արդեն հայացքը ուղղել, դա նշանակում է, որ ինքը պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է, եւ եթե հերթական ներդրումներով ստացած եւ կայացած կազմակերպությանն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողները եւս պետք է հասկանան, որ քաղաքական իշխանությունը հնարավոր է վաղ թե ուշ նաև մոտենա իրենց բիզնեսներին։ Իսկ բիզնեսը եւ փողը շատ նուրբ գործիք է եւ քաղաքական իշխանությունները որ երրորդ անգամ որ մոտենում են բիզնեսին քաղաքական նկրտումներով, բնականաբար որ այդ երկրում բիզնեսը չի կարող զարգանալ, ներդրումներն էլ չեն կարող ավելանալ։ Իրավական տեսանկյունից ինչպես է հնարավոր մասնավորից վերցնել բիզնեսը։ Դա շատ բարդ եւ նուրբ իրավական գործընթաց է։ Ես չգիտեմ ինչ օրենսդրական նախաձեռնությամբ պետք է հանդես գան, որ լինի կնայենք, կարծիքը կասենք, բայց ակնհայտ է, որ եթե անգամ օրենքի մակարդակով այդպիսի բան տեղի ունենա, հարկատուների հաշվին պետքա փոխհատուցում լինի ներդրողին։ Սա եւս դժում է այսինքն։ Ժողովուրդն է դժում, որովհետեւ պետբյուջեից փոխհատուցում պետք է կատարվի։ Փաշինյանը բերում էր Զանգեզուրի տղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը, ասում էր նա ազգայնացում չէր, նա նվիրատվություն էր։ Նա նվիրատվություն։ Ազգայնացումը իրավական առումով իրենից ինչ է ընդհանրում։ Ես չգիտեմ ինչ օրենքի նախագիծ են բերելու, բերենք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում։ Որտեւ ազգայնացումը ոչ այդքան իրավական բառ է։ Այս կապիտալիստական պատմաքաղաքական բառ է։ Անսիմանյաս, այս կապիտալիստական երկրում սա ունեցվածքի խլում չի նշանակում։ Ունեցվածքի խլումը զուտ իրավաբանական տեսանկյունից եւ որ սեփականությունը վերցնում ես, փող չես տալիս դրա դիմաց։ Ազգայնացման, եթե բոլշևիկյան տրամաբանությամբ նայենք, այո, դա նույնն է, խլումն է։ Բայց եթե դա օրենքի մակարդակով պետք է տեղի ունենա, դա ենթադրում է փոխհատուցում, ենթադրելու է փոխհատուցում։ Բայց ոնց, հիմա ես ունեմ ընկերություն, ոնց կարող են ստիպել, ասել արի ընկերությունը տուր մեզ, մենք էս փող կտանք, չեմ ծախում։ Եթե օրենքը լինի, կկարդանք, կհասկանանք ինչ մեխանիզմերով են դա ենթադրում։ Զուտ մաքուր իրավունքի տեսանկյունից հիմա էլ կարող ենք ասել, որ դա բավականին խոցելի է, հատկապես այն բառապաշարը, որ օգտագործվում է, շատ խոցելի բառապաշար։ Ազգայնացումը նկատում եք։ Եվ ազգայնացումը եւ դրանից հետո մնացած բառերը, որոնք օգտագործվում։ Պարոն Սիմոնյան, եկեղեցու թիրախավորելը, հա, Նիկոլ Փաշինյանի կողմից ինչպես կբնորոշեք, նա ասում է, ես լեգիտիմության հարց եմ լուծում։ Նա արդյոք իրավունք ունի որևէ կերպ հայտարարություն անել կամ միջամտել եկեղեցու։ Տեսեք, տվյալ պարագայում գործադիր իշխանության ղեկավարը խոսում է Հայաստանի Հանրապետության անունից։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է կրոնի, մտքի, դավանանքի ազատությունը եւ պետական իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին եւ ինքը որոշի թե ով պետք է նշանակվի առաջնորդ, ով չպետք է նշանակվի եւ այլն։ Մենք ոչ միայն ազգային մակարդակում խնդիր ունենք եւ սահմանադրության հետ խնդիր ունենք գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ, այլ նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ավելին կան նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախադեպեր, որոնք որ ուղղակիորեն դատապարտել են նման գործելավոճը։ Թե Հունաստանում կա, թե Բուլղարիայում կա, բավականին նախադեպային իրավունքը այս տեսանկյունից զարգացած է
եւ բոլոր տեղերում էլ կոնվենցիոն խախտում է դա դիտարկվել։ Դրա համար այն գործընթացը, որ այսօր սկսվել է գործադիր իշխանության կողմից, պետք է կասեցվի հենց իրենցից կողմից, որովհետեւ դա եւս պետության համար հետագայում խնդրեմ է լինելու, որովհետեւ էլի եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունը պետք է պարտվի եվրոպական դատարանում եւ այդ գումարները էլի պետբյուջեից պետք է փոխհատուցվեն, այսինքն հարկատուներից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հեծի աշխատակիցներին, որ օրինակ ովքեր մասնակցեն այս հավաքներին, նրանք այդ պետականացումից հետո այլևս չեն աշխատի, այնպես ինչպես օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, որոնք ընդվզում էին իր դեմ, այլևս չեն աշխատում։ Պաշտոնական դիրքի չարաշահում։ Եվ պատասխանեցի այդ հայտարարությունները պաշտոնական դիրքի չարաշահում են։ Հետևի դրան, պարոն Սիմոնյան։ Իրավական գործընթաց եւ քաղաքական գործընթաց։ Կհետևի արդյոք։ Իսկ դուք հավատում եք դրան։ Ես անձամբ չեմ հավատում։ Պղնձամոլիբդենային կոմբինատի այն աշխատակիցները, ովքեր դեմ էին եղել Նիկոլ Փաշինյանին, մինչ օրս համարում են սև ցուցակում են մինչ օրս եւ աշխատանքի չեն կարողանում տեղավորվել։ Այս գործընթացը, որ իրականացվի նաև հեծի աշխատակիցների դեմ, ով կարող է օրինակ դադարեցնել կամ աջակցել քաղաքացիներին, եթե դա պետական մակարդակով է լինում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված է, որ խտրականությունը արգելվում է մարդկանց, քաղաքացիների, այդ թվում քաղաքական հայացքներից ելնելով։ Չի կարելի մեկ մարդուն ընդունել աշխատանքի, որ նա օրինակ հարում է իշխանության քաղաքական հայացքներին եւ մյուս մարդուն գործից անել, որ նա հարում է օրինակ ընդդիմադիր քաղաքական հայացքներին։ Սա սահմանադրության խախտում է եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, որը նաեւ էլի նորից կրկնեմ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով եւ կոնվենցիայով արգելված արարք է։ Եվ պարոն Սիմոնյան, ձեր նախկին գործընկեր Էդմոն Մարուկյանը իմպիչմենտի գործընթացի մաս է դառնում, դա հնարավոր է իրականացնել, արդյոք իրատեսական է, որ իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Իսկ կլինի իրավական հարցեր տակ։ Իրավական չի դա իմպիչմենտը քաղաքական գործընթաց է։ Բայց իրավաբանորեն է դա ձևակերպվում եւ մուտքարվում որպես Տեսեք, իրավական մեխանիզմը կա, քաղաքական գործիչները իրենց գործողություններով պետք է կարողանան այդ մեխանիզմը օգտագործեն։ Կստացվի թե չի ստացվի, դա արդեն կոնկրետ գործընթացից է կախված, ես չեմ կարող կանխատեսում անել։ Քաղաքական գործիչ ինչ է կարծում հնարավոր այսօրվա իրավիճակը հաշվի առնելով խորհրդարանում իմպիչմենտով Փաշինյանին չեմ կարող պատասխանել, ես արդեն քանի տարի է բուն քաղաքական գործընթացներից դուրս եմ։ Երջանիկ ապրում եք էլի։ Երջանիկ չեմ ապրում, բայց իրավական գործընթացներով եմ ավելի շատ զբաղվում։ Պարոն Սիմոնյան, իրավական հարց Բաքվում պահվող ռազմագերիների եւ պատանդների հետ կապված է, հետևում եք գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը իշխանությունների գլխավորությամբ հայտարարում է, որ իրենք աշխատանքներ տանում են։ Դուք տեսնում եք այդ աշխատանքների արդյունքները։ Ասեմ, որ ոչ միայն հետևում եմ, այլ նաև որոշակի մասնակցություն եմ մեր գերիների իրավունքների պաշտպանության գործում եւ կարող եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական գործընթացներում առնվազն որևէ ձևով չի նպաստում, որպեսզի գերիները օր առաջ ազատվեն։ Թե ինչ են բանակցում, ես չգիտեմ, բայց զուտ իրավական գործընթացներում այդպիսի ակտիվ մասնակցություն չենք նկատել։ Հակառակը երբեմն հայտարարությունների մակարդակում վնաս են հասցնում որոշ իրավական գործընթացներին, որոնք տարվում են այդ թվում գերիների ընտանիքների պաշտպանության Իրավական ճանապարհով հնարավոր է հայրենիք վերադարձնել։ Իրավական ճանապարհը շատ կարևոր գործիքակազմ է պարունակում, որոնք օգնում են հետագայում այդ հարցը նաև բարձրացնել քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթակներ, բայց առանց իրավական ճանապարհի այդ գործընթացը շատ ավելի բարդ կլինի։ Այսինքն քաղաքական ճանապարհն է։ Տեսեք, Ադրբեջանը ոչ իրավական պետություն է։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը բոլորիս են հայտնի, ՄԱԿ-ի դատարանն էլ դա արձանագրել է։ Դրա համար ակնկալել, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում կհետևի իրավունքի գերակայության գաղափարին, միամտություն պետք է թվա, բայց սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել իրավական գործիքներից, որովհետև դա շատ լուրջ ճնշման գործիք է, եւ մենք տեսնում ենք, որ որոշակի առումով երբեմն ազդեցության որոշակի, այսպես ասած, չափաբաժին կարողանում ենք ապահովել, որ հետագայում դա օգտագործվի այլ գործընթացների համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։